Բարև ձեզ հարազատներս, այսօր Կիրակի է, պատարագի եմ եկել, մի քիչ շուտ եմ եկել, մտա աղոթքս արեցի ու կուզեմ ձեզ հետ կիսվել մի հատվածով, շատ կարևոր է, աղոթում եմ իհարկե հարազատներիս համար եւ այլն, աղոթում եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, մանավանդ Հայաստան աշխարհում, Իրանում, Ռուսաստանում, Իրանը մեզ մոտիկ է, Ռուսաստանում ամբողջ հարազատությունս է այնտեղ, եղբայրս ընտանիքներով բնական է, որ աղոթքիս մեջ կա։ Խնդրում եմ Աստծուն իմաստուն, հայրենասեր, խիզախ ղեկավար տա մեզ, որ կարողանանք Աստվածահաճո երկիր կառուցել։ Կուզեմ այդ հատվածով ձեզ հետ մի քիչ մտքեր ունեմ կիսվել։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Կոպիտ տեսահոլովակներ ունեմ, որտեղ մարդկանց տկարամիտ եմ անվանում, կան իհարկե տկարամիտ մարդիկ, ովքեր որ չեն մտածում, չեն կարողանում մտածել, ավելի շատ ցանկություն չունեն մտածելու։ Այնքան չեն մտածել, չեն էլ պատկերացնում, որ կարող է մտածեն։ Բայց կարող է սխալ տպավորություն ստեղծվել ձեր մոտ, թե մեր մոտ շատ են տկարամիտները։ Այ դա հանկարծ չշփոթվեք դրանում։ Դա չի կարա լինի, որովհետև մեր ազգը 5000 տարվա ազգ է։ 5000 տարվա գեներ կա մեր մեջ, ու եթե ոչ մի բան էլ չանենք, այդ իմաստությունը գեներով գալու է։ Հələ որ մի քիչ էլ ջանք թափենք դրա վրա, որովհետև դրա վրա էլ մի քիչ է գիրք կարդանք, պատկերացնում եք ինչ ազգ կդառնանք, ինչ երկիր կունենանք։ Ուրեմն ազգություն ունենք, ազնվագույն ազգություն, շատ նման են իրար հետ մոտիկ են երևի ծագումնաբան նորեն էլ նման լինեն, իմաստություն արդեն ասեցի գեներով եկած, քրիստոնեությունը մաշկներից հետ վերցրած, սա ինչի համար եմ ասում, որովհետև ես շատ դեմոկրատական բառն եք ասում, ես ճիշտն ասած բժշկական գիտությունների թեկնածու այդ դեմոկրատական բառը չգիտեմ ինչ է, կարամ բացատրեմ, ընկերուհիս վերջերս ինձ ասեց դեմոկրատ, ես էլ եմ հետևից կրկնում, որ ես դեմոկրատ, ասես դու դեմոկրատ ես, ես էլ ասում հա ես դեմոկրատ եմ, ես այդ բառի իմաստը չեմ հասկանում, բայց ես հասկանում եմ քրիստոնեությունը ինչ է, ես հասկանում եմ, որ մենք քրիստոնեությունը վերցնենք որպես մեր իդեալ, աշխարհի լավագույն երկիրն ենք լինելու, աշխարհի լավագույն ազգն ենք լինելու, այդ պոտենցիալը ունենք, որովհետև նորից եմ ասում, այդ քրիստոնեությունը մեր մաշկի հետ ստացել ենք, բան չի պետք մեզ հնարել, հասկանալ, ինչ է նշանակում դեմոկրատիան եւ այլն։ Մի քիչ աստվածահաճո ապրենք, մի քիչ ոչ թե մարդահաճո լինենք, մարդահաճո որ լինես, Աստված երեսը թեքելու է քեզանից այդ մթության մեջ ոնց պետք է ապրես։ Իսկ եթե դու ձգտես աստվածահաճո ապրես քո կյանքը, բոլորին ես դուր գալու։ Ու չմտածեք, որ այդ քրիստոնեական արժեքներով ապրելը շատ դժվար բան է։ Կարող է մտածեք, ես մեծ խոսում եմ, սենց հարեցի, նենց հարեցի, ես ինձ շատ մի ճիշտ եմ ամեն ինչ արում։ Իհարկե ես խոսալուց մեջ էլ սխալներ թույլ կտամ, արարքներից մեջ էլ եմ սխալներ թույլ տալիս, բայց դա չի նշանակում քրիստոնյա չեմ կարա լինեմ։ Քրիստոնյան հենց դա է, որ դու ամեն օր հնարավորություն ունես փոխվելու։ Մյուս օրը նորից սկսելու կյանքը։ Ջնջես են հինը նորից նոր տողից սկսես քո կյանքը։ Ամեն օր մի քիչ դեպի Աստված գնանք, դուք պատկերացնում եք ինչ զորություն է լինելու այստեղ։ Եկեղեցին ունենք, հողը աշխարհի ամենալավ, հողը մեզ են տվել, աշխարհի ամենալավ տեղը, կարող է սխալ բաներ լսեք, որ մեր տեղակայումը ինչ է, 2 անգամ մարդկություն է այս հողի վրա ստեղծվել, դուք պատկերացնում եք, այդ հողը մերն է, ու դրա համար այս հողի համար պետք է արյուն թափենք ժողովուրդ ջան, անգամ եթե դուք տկարեք, վախկոտ եք, ոչինչ, մեր երկրում միշտ եղել են ուժեղները, պետք չի որ վախկոտները գնան պատերազմի, դուք ինչու ուժեղ եք դրանում արեք, մենակ ի հաճո Աստծո, ի բարին մեր երկրի, մեր ժողովրդի, ու տեսեք ինչ երկիր ենք ունենալու, տեսեք ինչ հզորություն է լինելու, ամեն օր մի քիչ կեղտոտ ես շրջապատը, ծխախոտը չգցես գետնին, մի օր քիչ հայհոյես, հայհոյել երևի պատկերացնում ես, նստում ես, ծնկի ես գալիս սատանային երկրպագում քո հայհոյանքով, ամեն օր մի քիչ հարազատներիդ լավ վերաբերվես մի օր, մի քիչ աշխատանքում, մյուս օրը մի քիչ աշխատանքում աճես, մեզ պահել չի լինի ժողովուրդ ջան, Հեսա ոչ թե նստենք սպասենք, այս մեկից ղեկավար մեզ բերեցին, այն մեկից ղեկավար բերեցին, այս մեկը այս մի կողմա նայում, այն մեկը այն մի կողմա նայում, մեզ չպետք է հետաքրքրի ով ուրա նայում։ Ինչի եմ հիմա ուզում փոխեմ, որ գոնե մի քիչ երեսների հետ չտեսնանք, այս քիչ մեկը լինի, որ գոնե չմտածես իրանց մասին։ Իրանց օգուտ չենք ստացել ոչ մեկից, գոնե թողեն խելքներս գլխներիս աշխատենք։ Շատ գործեր ունենք անելու։
մեծ պոտենցիալ ունենք բոլորս, ամեն մեկս այս մեր տաղանդները, հնարավորությունները ներդնենք, ուրիշ տեղից չսպասենք, բացի մեր հայրենակիցներից ուրիշ տեղից չսպասենք։ Շատ եմ այս տեսահոլովակներ նկարանում եւ այլն չեմ ուզում քաղաքականությունից չխոսեմ։ Չեմ ուզում փչացնեմ տեսահոլովակս Կիրակի է տերունական օր է։ Աստված հաջող լինենք։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։